Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձությունները ապացուցում են, որ Հայաստանի հոգևոր կյանքը նորոգելու եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կտրիչի կլանից ազատագրելու վարչապետի եւ մի շարք հոգևորականների ջանքերը արդարացված են։ Հայաստանում այս օրերին տեղի է ունենում հոգևոր զարթոնք, տարբեր մարզերում եւ բնակավայրերում վարչապետի մասնակցությամբ Սուրբ եւ անմահ պատարագին մեծ խանդավառությամբ են մասնակցում նաեւ քաղաքացիները եւ կարելի է ասել օր-օրի պատարագին մասնակցող մեր քաղաքացիների թիվը այս առումով ավելանում է։ Եկեղեցին իրենց անձնական կրքերի, բիզնես պրոյեկտների, պետության դեմ խարդավանքների էպիկենտրոն դարձրած կրոնական խունտայի ու մեծ առումով կտրիչ ներսիսյանական անաստվածության ու հակաքրիստոնեական դարաշրջանի ավարտն անխուսափելի է։ Երեք բարձրաստիճան հոգևորականի կոչումը գետնով տված մեկը, ով դեռ 30-ի ասուլիս տալու խոսում է մեր իշխանության լեգիտիմության մասին, ու սա այն բանի ֆոնին, երբ ընդամենը 3 օր առաջ Մայրաթոռում տեղի ունեցած երկու կարևոր իրադարձություն ցույց տվեցին կտրիչի լեգիտիմության զրոյական մակարդակը։ Նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով եւ դրան զուգահեռ Մայրաթոռի բակում պետք է տեղի ունենար հավաք ի պաշտպանություն կտրիչ Ներսիսյանի, սակայն երկու միջոցառումներն էլ ձախողվեցին։ Առաջինի դեպքում հոգևոր խորհրդի անդամները չներկայացան եւ նիստը չկայացած, իսկ երկրորդի դեպքում էլ, ինչպես տեսակ, հանրությունը պարզապես չգնաց կտրիչին աջակցելու։ Այս երկու ձախողումները խոսում են այն մասին, որ եթե կտրիչը նախկինում ապա լեգիտիմ էր հանրության շրջանում, ապա հիմա նա կորցրել է իր լեգիտիմությունը նաեւ ներսում բարձրագույն հոգևոր դասի շրջանում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն ստացած իշխանությունների լեգիտիմությունից խոսող անձին պետք է ասեմ, որ 10 հոգևորականների հայտնի հայտարարության մեջ կասկածի տակ է դրվում նաև կտրիչ Ներսիսյանի ընտրության լեգիտիմությունն ու օրինականությունը, մեջբերում հայտարարության այդ հատվածից։ Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր եկեղեցու ներսում եւ մեր եկեղեցու շուրջ արկա անառողջ մթնոլորտի համար, որը փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե ուշադրություն արդար առանց ահաբեկումների լիներ 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունները, մեջբերման ավարտ։ Սա ուղիղ մեղադրանք է այն մասին, որ 1999 թվականին կտրիչի ընտրությունը կաթողիկոսի պաշտոնում տեղի ունեցել կեղծիքներով, ահաբեկումներով եւ բռնության ուղեկցությամբ, ինչի վրա հրավիրում եմ մեր բոլորի, այդ թվում նաեւ իրավապահների ուշադրությունը եւ սա համարում եմ հաղորդում հանցագործության մասին։